Ես կփորձեմ համառոտ ներկայացնեմ 2025 թվականին քաղաքաշինության կոմիտեի իրականացրած աշխատանքները ըստ ուղղությունների, ունեցած ձեռքբերումները, ներկայացնելով նաև արդյունքները, ներկայացնելով նաև թե ինչ խնդիրներ ենք լուծել եւ ոլորտի համար, եւ պետության համար, եւ մեր քաղաքացիների կամ կառուցապատողների համար, եւ որից հետո սիրով կպատասխանեմ ձեր հարցերին։ Քաղաքաշինության կոմիտեն 2025 թվականին իր գործունեությունը իրականացրել է հետևյալ հիմնական 5 ուղղություններով։ Առաջինը դա քաղաքաշինական նորմերի մշակում եւ արձիականացում ուղղությունն է։ Գիտեք, քաղաքաշինական նորմերով է կարգավորվում ամբողջ ոլորտը եւ սա մեր համար առանցքային կարևոր ուղղություն է, որի վերաբերյալ մանրամասները քիչ անց կներկայացնեմ ձեզ։ Երկրորդ ուղղությունը քաղաքաշինական գործընթացների կանոնակարգումն է, պարզեցումը եւ հստակեցումը, որը շատ կարևոր է, որովհետեւ առնչվում է գրեթե բոլոր քաղաքացիներին իրենց գործունեության ընթացքում։ Երրորդ ուղղությունը քաղաքաշինական գործունեություն իրականացնող կազմակերպությունների լիցենզավորումն է, վարկանիշավորումը եւ մոնիտորինգը։ Սա եւս շատ կարեւոր է եւ քիչ անց մանրամասը կներկայացնեմ, որտեղ քաղաքաշինության ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների պատշաճ աշխատանքից է կախված շատ արդյունքներ, որոնք ակնկալում են մեզանից մեր քաղաքացիները։ Հաջորդ ուղղությունը դա բնակարանային ֆոնդի կառավարումն է եւ զարգացման ծրագրերը, եւ հինգերորդ ուղղությունը կապիտալ շինարարական ծրագրերի իրականացումը։ Երևի թե սկսեմ վերջի հինգերորդ ուղղությունից։ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է տվյալները եւ դուք եւս հավանաբար ծանոթ եք, որ շինարարությունը շարունակում է մնալ մեր տնտեսության առաջնորդող ուղղություններից մեկը, պահպանելով աճի դինամիկան։ Եթե համեմատելու լինենք 2024 թվականի 11 ամիսները 2025 թվականի նույն ժամանակահատվածի հետ, ապա արձանագրվել է 20%-ից ավել աճ, շուրջ 645 միլիարդ ծավալով շինարարական աշխատանքներ են իրականացնել եւ այստեղ կուզեմ նշեմ, որ մասնավորից բացի պետական պատվիրատուները նույնպես իրենց կարողությունները զարգացրել են եւ արդեն իրենց ռեսուրսներով պատրաստ են սպասարկել այն մեծ ծավալի կապիտալ շինարարական ծրագրերը, որոնք իրականացվում են այսօր Հայաստանի Հանրապետությունում։ Վերադառնալով քաղաքաշինության կոմիտեին, պետք է նշեմ, որ քաղաքաշինության կոմիտեն 2025 թվականի ընթացքում համակարգել է 101 շինարարական ծրագրեր եւ շուրջ 70 նախագծային ծրագրեր։ Այս շինարարական ծրագրերի մեջ ներառում են ինչպես դպրոցներ, մանկապարտեզներ, բժշկական կենտրոններ, մշակութային հաստատություններ, մարզադահլիճներ եւ բնակելի շենքեր եւ այսպես շարունակ։ Իսկ նախագծային ծրագրերը ուզում եմ նշեմ, որ իրենց մեջ ներառում են արդեն հաջորդ 300 դպրոցների համար նախագծային աշխատանքներ, այսինքն նշվածի մեջ 26 հատը նախագիծը արվում է արդեն հաջորդ 300 շրջափուլի դպրոցների նախագծերն են իրականացում, որպեսզի երբ որ մեկնարկվի հաջորդ շրջափուլը, մենք ունենանք արդեն պատրաստի նախագծեր եւ սա շարունակական է լինելու։ Քաղաքաշինական նորմերի մշակումը եւ արձիականացման մասով քաղաքաշինության կոմիտեն սկզբունքորեն նոր հիմքերի վրա է դրել նորմերի մշակման գործառույթը։ Մենք սկսել ենք Եվրոպական միության նորմերի փուլային տեղայնացումը եւ դրա համար կառավարությունը նախորդ տարի ընդունել է որոշում քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման եւ հաստատման կարգն է հաստատվել կառավարության որոշումով, որով սահմանվել է, որ մեր կառուցապատողները, շինարարության ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունները կարող են ազգային նորմերին զուգահեռ կամավորության սկզբունքով ընտրել
եւ իրենց կառուցապատման ծրագրերում կիրառել նաեւ եվրոպական նորմերը, որոնք արդեն տեղայնացվել են։ Զուգահեռաբար Հայաստանի Հանրապետությունում կգործեն եւ ազգային նորմերը եւ եվրոպական միության նորմերը, որոշ ժամանակ հետո, երբ որ կգանք այն վիճակին, որ կարողանանք ամբողջությամբ անցում կատարել եվրոպական նորմերի, ապա անցում կկատարենք եվրոպական նորմերի։ Ինչի եմ նշում եվրոպական նորմերը, որովհետեւ եվրոպական նորմերը իրենց կառուցվածքով, նախ ուզում եմ ասեմ, որ նորմեր մշակելը դա գիտական աշխատանք է, որը նորմալ, որակյալ նորմեր մշակելու համար անհրաժեշտ է տիրապետել տվյալների մեծ բազայի, ունենալ մեծ փորձառություն, վիճակագրական տվյալներ, որպեսզի կարողանանք նորմեր մշակել եւ շատ երկրներ ըստ էության վերցնում են արդեն իսկ մշակված փորձարկում անցած նորմերը եւ իրենց մոտ տեղայնացնում են, դրա համար մենք էլ ենք գնում այդ ճանապարհով եւ իրենց կառուցվածքով ըստ էության նրանք պատասխանում են ինչպես է կարելի հարցի ի տարբերություն օրինակ մեր ազգային նորմերի, որոնք ոչ ստանդարտ իրավիճակներում տալիս են ինչպես է կարելի հարցի պատասխանը ինժեներական ոչ ստանդարտ իրավիճակների դեպքում։ Զուգահեռաբար մենք թարմացնում ենք նաև մեր ազգային նորմերը, նախորդ տարի մշակել ենք եւ հաստատման կամ հաստատվել է կամ հաստատման գործընթացում է գտնվում 25 նորմատիվատեխնիկական փաստաթղթեր, մի քանիսը կուզեմ առանձնացնեմ, առաջինը դա մեր հասարակությանը շատ հետաքրքրող եւ բոլորիս հետաքրքրող մթնոլորտային օդի աղտոտվածության խնդիրների վրա շինարարության գործոնի ազդեցությունը նվազեցնող նորմ ենք մշակել, որը կոչվում է շինարարական արտադրության կազմակերպում նորմը, որով սահմանել ենք, թե ինչպես պետք է կահավորվեն շինհրապարակները, ինչպիսի գործիքներ եւ սարքավորումներ պետք է օգտագործվեն, որ հնարավորինս առավելագույն չափով նվազեցվի մթնոլորտային օդի աղտոտվածությունը կամ արտանետումները։ Մի քանիս օրինակ նշեմ, պահանջ է սահմանվել, որ պետք է շինհրապարակի ներսի ճանապարհները պատված լինեն բետոնե ծածկույթով, իսկ այն հատվածները, որոնք ճանապարհներ որպես չեն ծառայում, ունեն հողային մակերես, պետքա խճապատված լինեն, որպեսզի շարժումների քամիների ընթացքում այդ հողը ծածկված լինի խճով եւ արտանետումներ փոշին չբարձրանա եւ հարակից միջավայրը չաղտոտվի, չփոշոտվի։ Մենք պահանջել ենք սահմանել ենք պարտադիր պահանջ փոշե ճնշիչ, փոշե զսպիչ եւ ջրային մառախուղ առաջացնող սարքավորումների կիրառության պարտադիր պահանջ ենք սահմանել, որ բոլոր շինհրապարակները պետք է կահավորված լինեն դրանով եւ մի շարք այլ պահանջներ ենք սահմանել, որոնք վերցրել ենք միջազգային փորձից, նմանատիպ ստանդարտներից եւ կարծում եմ էականորեն, երբ որ այս նորմը կմտնի գործողության մեջ, շինարարության գործոնը մթնոլորտային օդի աղտոտվածության մասով կհասվի նվազագույնի։ Հաջորդ ուղղությունը կառուցապատողների հայկական ասոցիացիայի հետ համատեղ մշակել ենք հրդեհային անվտանգության, թարգմանել ենք եւ տեղայնացնում ենք հրդեհային անվտանգության բրիտանական ստանդարտը, որը այս տարվա ընթացքում արդեն կհաստատվի եւ կդրվի կիրառության մեջ։ Երկրաշարժադիմացկուն շինարարական նորմերի շրջանակներում ավելացրել ենք շենք շինությունների թույլատրելի հարկայնությունը, սահմանելով խիստ պահանջներ կոնստրուկցիաների նկատմամբ, օրինակ եթե նախկինում նախադպրոցական հաստատությունները չէր կարելի 3 հարկից ավել կառուցել, ապա նոր նորմերով սահմանել ենք, որ կարելի է 4 հարկ կառուցել, դպրոցները մինչև 5 հարկ կարելի է կառուցել, բժշկական կենտրոնները կարելի է կառուցել մինչև 9 հարկ, սա թույլ է տալիս այսօրվա շինարարության տեխնոլոգիան, լուծումները եւ ինչպես նաեւ սա շատ կարեւոր է հողային ռեսուրսները արդյունավետ օգտագործելու տեսանկյունից։ Դու գիտեք, որ մեծ ծավալի դպրոցաշինության ծրագիր է իրականացվում եւ շահագործման հանձնելուց հետո անհրաժեշտ է այս դպրոցները պատշաճ կարգով շահագործել։ Քաղաքաշինության կոմիտեն նախաձեռնել է եւ հիմա ավարտական փուլում է գտնվում
դպրոցների շահագործման ձեռնարկի մշակման աշխատանքները, որտեղ մանրամասն նկարագրվելու են դպրոցները պատշաճ շահագործման վիճակի պահելու գործողությունները եւ շատ կարեւոր ուղեցույց կլինեն մեր բոլոր աշխատակիցներին, ովքեր զբաղվում են այդ գործունեությամբ։ ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի Հայաստանյան գրասենյակի եւ Համաշխարհային բանկի հետ միասին մշակել ենք կանաչ քաղաքաշինության եւ էներգոարդյունավետության խթանման ուղղված նախագծման ուղեցույց, որպեսզի նախագծողները կարողանան օգտվել եւ իրենց նախագծերի մեջ կիրառեն այդ տեխնիկական լուծումները։ Դուք գիտեք, որ մեր շինհրապարակներում այսօր աշխատում են բազմաթիվ օտարազգիներ եւ շատ են կարեւորում աշխատանքի անվտանգության կանոնների պահպանումը մեր շինհրապարակներում։ Մենք մշակել ենք համապատասխան նորմը, թարգմանել ենք ռուսերեն եւ անգլերեն լեզուներով եւ տրամադրել ենք համապատասխան կառույցներին, որպեսզի նրանք ծանոթացնեն ոչ մենակ մեր քաղաքացիներին, այլ նաեւ բոլոր այն օտարազգիներին, թե ինչպես պահպանեն անվտանգության կանոնները, որպեսզի դժբախտ դեպքերից խուսափենք շինհրապարակներում։ Լոռու եւ Տավուշի մարզերում գետերի վարարման աղետի ժամանակ մենք տեսանք, որ Հայաստանի Հանրապետությունում առկա չէ մետաղական ուրեմն կոնստրուկցիաներով կամուրջների արտադրության նախագիծ եւ ստացանք հանձնարարությունը կատարեցինք եւ հիմա մշակել ենք եւ հաստատել ենք մետաղական կոնստրուկցիաներով կամուրջների արտադրության ըստ էության ամբողջ փաստաթղթավորումն ենք իրականացրել եւ առաջիկայում տկենի մեր գործընկերները կպատվիրեն եւ կսկսենք նաեւ Հայաստանի Հանրապետությունում արտադրել մետաղական կոնստրուկցիաներով կամուրջներ, որոնք ցանկացած տեղամասում կարող ենք այդ տարրերը միացնելով հավաքել եւ ստանալ այսօրվա պահանջներին համապատասխան կրողունակություն ունեցող կամուրջներ։ Ես մի քանի ուղղություններ նշեցի, բայց մեծ ծավալի աշխատանք է կատարվել։ Հաջորդ ուղղությունը, ինչի մասին կուզեմ խոսեմ, դա շենքերի եւ շինությունների անձնագրավորման կարգն է։ Քաղաքաշինության կոմիտեն մշակել է համապատասխան ուղեցույցը, անձնագրի օրինակելի ձևը, իսկ նախորդ տարվա վերջում կառավարությունը ընդունել է անձնագրավորման կարգը, հաստատվել է կառավարության որոշումով։ Սա ինչի համար է, ես շատ եմ կարևորում այս կարգը, որովհետեւ մեր քաղաքացիները, սեփականատերերը, գնորդները, գնահատման ծառայություն մատուցողները, բանկերը կարողանան հասկանալ, թե իրենց շենքը, որտեղ նրանք բնակվում են, ինչ սեյսմակայունություն ունի, ինչ հնարավոր բացական ազդեցություններ ունեն, որոնք են դրանց լուծումները, էներգոարդյունավետության մակարդակը, որն է այս բոլոր չափանիշները անձնագրում նախատեսված է։ Ճիշտ է, այս պահին կառավարության որոշման տրամաբանությունը դրված է կամավորության սկզբունքով, այսինքն մենք այս ամբողջ փաստաթղթավորումը իրականացրել ենք, կփոխանցենք եւ կվերապատրաստենք բազմաբնակարան բնակելի շենքը կառավարիչներին, շենքերի կառավարիչներին եւ այս պահին կամավորության սկզբունքով ենք դրել, բայց հետագայում մտածում ենք անցնել պարտադիր կիրառության եւ ստեղծել թվային ռեեստր եւ յուրաքանչյուր շենքի մուտքերի մոտ փակցնել QR կոդեր, որ ցանկացած քաղաքացի, սեփականատեր, գնորդ, իմ թվարկած կամ որևէ քաղաքացի, երբ որ սկանավորի այդ QR կոդը, տեսնի այդ շենքի տեխնիկական անձնագիրը եւ դրանից բխող իր որոշումները կայացնի։